Մենք միամտաբար կարծում ենք, թե բացարձակ իշխանություն ունենք սեփական վարքագծի վրա, սակայն գիտությունը փաստում է հակառակը։ Ձեր ամենանուրբ շարժումները ոչ թե անհատական սովորություն են, այլ հազարամյակների խորքից եկող գենետիկ մատնահետք։ Դիտարկենք ի ծնե կույր և խուլ երեխաների ֆենոմենը։ Նրանք ժպտում են, զայրանում և զարմանում ճիշտ այնպես, ինչպես մենք, թեև երբեք չեն տեսել այդ էմոցիոնալ արտահայտությունները։ Սա անհերքելի ապացույց է, որ մեր ժեստերը կոդավորված են ԴՆԹ-ի մակարդակում։ Համոզվելու համար հենց հիմա կատարենք մի պարզ, բայց ցնցող փորձ։ Խաչեք ձեռքերը կրծքավանդակին։ Մի մտածեք, պարզապես արեք դա։ Նայեք, որ դաստակն է բնականոն կերպով հայտնվել վերևում։ Վիճակագրորեն 10-ից 7-ի մոտ դա ձախն է։ Իսկ այժմ փորձեք արագ փոխել դիրքը, դասավորելով ձեռքերը հակառակ, ոչ սովորական հերթականությամբ։ Դուք անմիջապես կզգաք սուր ֆիզիկական անհարմարություն։ Այս պարզունակ թվացող դիմադրությունը բացահայտում է մարդկային էության թաքնված իմաստը։ Մենք չենք կարող լիովին վերափոխել կամ կեղծել մարմնի լեզուն, քանի որ այն կենսաբանական հրաման է, ոչ թե վարժեցված շարժում։ Դա մեր նախնիների հիշողությունն է, որը խոսում է մեր փոխարեն։ Իսկ ձեր դեպքում որ ձեռքը բնաստաբար հայտնվեց վերևում, աջը թե ձախը, անպայման նշեք մեկնաբանություններում։